Ողորմություն եմ կամենում և ոչ թե զո։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մեր աստվածաշնչյան ընթերցումը վերցված է Մատթեոսի ավետարանից 12-րդ գլխից, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոս իր աշակերտների հետ միասին անցնում ցորենի հասկերի միջով, և քանի որ իր աշակերտները քաղցած են լինում, պոկում են և ճաշակում են։ Բայց երբ փարիսեցիները այս մասին իմանում են, ամբաստանում են և մեղադրում են Հիսուս Քրիստոսին, ասելով, թե ինչու են քո աշակերտները շաբաթ օրով գործ անում։ Սա տեղի ունենում շաբաթ օրով և կար օրենք, որ շաբաթ օրը պիտի սուրբ պահվի և մարդիկ շաբաթ օրը չպիտի աշխատեն։ Եվ երբ փարիսեցիները սկսում են մեղադրել Հիսուս Քրիստոսին, նա նրանց մի օրինակ է բերում Սուրբ Գրքից։ Ասում է՝ միթե դուք չեք ընթերցել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց։ Նա իր հետ եղողների հետ միասին մտավ Աստծո տունը և այնտեղ ճաշակեց առաջավորության հացը, մի բան, որ կարելի էր միայն քահանաներին, և ոչ թե իրեն և իր հետ եղողներին։ Բայց վստահաբար Դավիթ թագավորը մարգարե էր և առանց Աստծո կամքի չէր մտնի Աստծո տունը և չէր ճաշակի այդ հացը, երբեք իրեն թույլ չէր տա գնալ Աստծո օրենքներին հակառակ, եթե միայն Աստված ինքը նրան թելադրած չլիներ գործել այդ կերպ։ Եվ Հիսուս Քրիստոս նրանց այս օրինակը բերելով բացատրում է, որ այն օրենքները, որոնք սահմանել է Աստված, սահմանել է մարդկանց հոգևոր և բարոյական և ֆիզիկական բարեկեցության համար։ Բոլոր օրենքները, որ մեզ տրված են Սուրբ Գրքում, տրված են նրա համար, որպեսզի մենք միասին կարողանանք կատարելագործվել և հասնել Աստծուն։ Իսկ փարիսեցիները ինչ էին անում։ Օրենքների վրա օրենքներ էին ավելացնում, ծանրացնում էին մարդկանց բեռը և դժվարացնում էին նրանց մուտքը դեպի Աստծո տունը։ Հետևաբար Հիսուս Քրիստոս ինքը նրանց հանդիմանում է իրենց մեղադրանքին ի պատասխան ասելով, թե դուք օրենքներ եք ավելացնում ավելի բարեպաշտ երևալու համար, մինչդեռ հեռանում եք բուն նպատակից, օրենքի բուն նպատակից։ Օրենքը, որ ինքնին Հիսուս Քրիստոսի մեջ էր ամփոփվում, պիտի ծառայեր մարդկանց և Աստծո միջև հարաբերությունների բարեկարգմանը։ Այս պատմության ավարտին Հիսուս Քրիստոս փարիսեցիներին ասում է. «Եթե միայն գիտակցեիք, թե ինչ եմ ցանկանում, ողորմություն եմ ցանկանում, այլ ոչ թե զո»։ Այս սուրբգրային խոսքերը հասկանալու համար պետք է նայենք մարդկության պատմությանը։ Երբ մարդիկ արտաքսվում են դրախտից, Եդեմի պարտեզից, պիտի իրենց մեղքերի դիմաց իրենց կյանքը տային Աստծուն, բայց սկսում են զոհաբերություններ անել իրենց մեղքերը քավելու համար։ Եվ Սուրբ Գրքում կան հետևյալ տողերը. «Ողորմություն եմ ցանկանում, այլ ոչ թե զո»։ Այլ խոսքերով, ես Աստվածս ցանկանում եմ, որպեսզի դուք ձեր մեղքերը քավեք ոչ թե զոհաբերություններով, ոչ թե ինչ-որ բան ձեզանից վերցնելով և ինձ տալով, այլ այդ ինչ-որ բանը ծառայեցնելով ձեր նմանների բարեկեցությանը։ Ողորմություն արեք, օգնեք մեկըդ մյուսին, օգնեք հասնել Աստծուն, օգնեք հասնել կատարելության։ Հիսուս Քրիստոս այս ամբողջ պատմությամբ փարիսեցիներին բացատրում է մի պարզ բան, որ մարդը ենթակա է օրենքին, բայց ոչ թե օրենքին ծառայելու համար, այլ օրենքով կատարելագործվելու համար։ Եվ օրենքը, որ տրված է մեզ Աստծո կողմից, մեկ գաղափարի մեջ է ամփոփվում՝ աստվածպաշտություն, որը դրսևորվում է մարդասիրությամբ, Աստծո պատվիրանների պահեցողություն, որոնք բոլորը միտված են մարդկանց սիրելուն։ Մի սպանիր, մի գողացիր, ուրիշի ունեցվածքի վրա աչք մի ունեցիր, այլ բարին գործիր։ Եղիր բարի, ինչպես Հայրն է երկնավոր բարի, եղիր կատարյալ, ինչպես Հայրն է երկնավոր կատարյալ։ Սիրիր, սիրեք միմյանց այնպես, ինչպես ես սիրեցի ձեզ, ասում է Հիսուս Քրիստոս ավետարանում։ Հետևաբար այսօրվա պատգամը Սուրբ Գրքի, որ մենք ստանում ենք Աստծուց, հետևյալն է. ամեն ինչ ծառայեցրեք միմյանց սիրելուն։ Ամեն ինչում Աստծո կամքը փնտրեք և Աստծո պատվիրանները պահելով կկարողանաք հասնել կատարյալ սիրուն, ով է Աստված, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը։